Գյումրու փողոցներում կանգնեցված հարյուրավոր հուշարձաններն ու քանդակները ոչ միայն պատմություն են պատմում, այլև պահանջում են ամենօրյա հոգացություն։ Գարնան գալուստով քաղաքապետարանի կոմունալ ծառայությունն սկսել է քարե բնակիչների սեզոնային խնամքը, ընթացիկ նորոգումից մինչև գիշերային լուսավորություն։ Վարդանանց հրապարակում կոմունալ ծառայության աշխատակիցները թարմացնում են Արտուշ Պապոյանի հեղինակած Վարդանանց արձանախումբը։ Գլխավոր ինժեներ Հովհաննես Մկրտչյանը շեշտում է, իրենք միայն լվանում են փոշին ու թռչնաղբը, բայց բուն արձանին միջամտելու իրավունք չունեն։ Արձանների հետ մենք գործ չունենք, քանի որ հեղինակի աշխատանքն է, բայց նա պիտի կատարվի, փայլեցումը տալը դե ժամանակ է, քանի տարիներ անցնելու ընթացքում եղանակի պայմանների հետ հուշարձաններն էլ է կերդոդվում, խամրում, իրանց հետ մենք խոսել ենք, իրանք կմասնակցեն, կգան, իրանց այդ աշխատանքը կատարեն, նորից փայլը տեղը կբերեն հուշարձանի։ Կոմունալի աշխատակիցներն այժմ զբաղված են պատվանդանների մաքրմամբ ու պոկված տարրերի վերականգնմամբ։ Ձուներից հետո որ սալինգները, արանքները բացում են, սրանք էլ են անմիջապես փակում, որպեսզի ջուրը չքաշի, չտարակացնի, սալինգները չպոկվեն։ Դուրս տված աղերն են, հիմի արդեն սկսվել է աղերի մաքրումը այս գործիքներով։ Դրանից հետո մի հատ ընթացքում նորից կլավանանք, որպեսզի վերայի թռչունների, կերդոդազները վերանան, ընդհանուր մենք խնամքի տակ ենք առնում բոլոր մեր հուշարձանները։ Հիմնականում կենտրոնական մասի գտնվող հուշարձաններն են։ Գյումրու կլիման անխնա է քանդակների նկատմամբ։ Կումայրի արգելոց թանգարանի քանդակագործության ազգային պարկի վարիչ Արթուր Գևորգյանը բացատրում է, որ նյութերի դեֆորմացիան Գյումրիում անխուսափելի է։ Սեզոնային ամպլիտուդան, այսինքն ձմեռը -30, ամառը +30, մոտավորապես կազմում է 60 աշճան։ Այդ 60 աշճանի պատճառով մենք ունենք նյութերի դեֆորմացիայի եւ տեղաշարժի խնդիր, որը արձանի դեպքում ճեղքվածքներ են, վնասվածքներ են եւ ամենատարբեր խնդիրներ են, որոնք հասցնում ենք այդ տարվա սկզբի հատվածում կույկագրել եւ սահմանել այդ տարվա անելիքների առաջնահերթությունները։ Ստեփան Շահումյանի արձանի սալիկները մասնագետների գնահատմամբ չեն դիմացել այս տարվա ցրտաշունչ ձմռանը եւ պոկվել են։ Թեև քաղաքապետարանն արդեն ստանձնել է դրանց նորոգման պարտավորությունը, սակայն պատվանդանի քայքայված երեսապատման հարցում լուծում նայել է։ Գյումրիում հուշարձան նորոգելը միայն քար ու ցեմենտի հարց չէ։ Եթե արձանը գտնվում է Կումայրի արգելոցի տարածքում, ապա ցանկացած անգամ ամենաթեթև միջամտությունը պետք է պարտադիր համաձայնեցվի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ։ Շատ արձաններ, հուշարձաններ կան, Ուգասյան Վարդանի ժամանակով տրված այդ քանդակի գրված տարրերը կամ քարերը ժամանակի ընթացքում քանդվել են, էրոզիայի ենթարկվում։ Եթե մտնում եք Կումայրի արգելոցի մեջ, մենք իրավունք չունենք, բայց որը որ մենք իրավունք ունենք, մենք այդ քարերը փոխում ենք։ Ըստ Արթուր Գևորգյանի Գյումրիում կա առնվազն 400-ի մոտեցող կոթող ու պարկային քանդակ, սակայն դրանցից միայն 24-ն են անձնագրավորված։ Այսօրվա կառավարությունը չի ուզում շատ անձնագրավորի եւ դրա հետ կապված պահպանական ծախսեր անի եւ մնացած ամեն ինչը թողել են համայնքապետարանի ուսերին որպես բեր 16, 20, 22 եւ 23 թվականին տեղի ունեցած պատերազմների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունեցանք ինքնաբուխ հուշարձաններ, որոնք հաշվառել ուղղակի հնարավոր չէ ամբողջապես եւ քանի որ Գյումրին հուշարձանասեր քաղաք է, ունեցել է ունի հուշարձանների նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեցող քաղաքապետ, այդ բալանսը քանի գնաց է շատացել է։ Քաղաքապետարանի վարպետներն աշխատանքներ են իրականացնում նաև Բագրատունյանց Հուշասյան մոտ։ Այստեղ նույնպես վերանորոգման ու բարեկարգման նոր ծավալներ են բացվել։ Բագրատունյանց Հուշասյունը, որը նորից Վարդան Ուգասյանի նախաձեռնությամբ է կառուցվել, երկար ժամանակ տարիների ընթացքում անձրևից բանից էրոզիայի ենթարկվել վերևի քարերը դիմում են կրում քաղաքապետին վերանորոգման համար։ Փոփոխություններ են սպասվում նաև Անանիա Շիրակացու արձանի տարածքում։ Հուշարձանի հեղինակի քանդակագործ Սամվել Պետրոսյանի հետ վերանորոգման նախագիծն արդեն քննարկվել է։ Արդյունքում որոշվել է արձանի անշուք բետոնե պատվանդանը փոխարինել ավելի դիմացկուն եւ ներկայանալի գրանիտե սալիկներով։ Անցած տարվանից քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է Հակոբ Ջիվանյանի Անի հազարամյա հուշաղբյուրը, որի տարածքը բարեկարգելու համար դեռ պետք է հեռացվի եւս մեկ մետաղական ավտոտնակ։ Անին Հազարամյան, Հակոբ Ջիվանյանի
երևի գլուխ գործոցներից մեկը կարելի է համարել, այս տարի տոնելու ենք Հակոբ Ջիվանյանի 95-ամյակը, ուստի անցած տարի բնակ կոմունալ բաժնի հետ մենք նախաձեռնել ենք բարեկարգում եւ փորձել ենք հեռացնել տարածքում եղած տնակները, բայց այս պահին նաեւ տեսնում եք մետաղական ավտոտնակ, պայքարել ենք նաեւ ավտոտնակը հանելու հետ կապված, մեր գործը այս տարի ավարտին հասցնել եւ տարածքը ամբողջապես բարեկարգել, հնարավորություն ենք տեսնում հուշաղբյուրի վերականգմանը։ Նախագծերի համար դիմել ենք Հակոբ Ջիվանյանի ֆոնդին, որը պահպանվում է Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանում, խոստացել են, եթե ինչ որ նախագծային բան գտնեն, տրամադրեն, որ մեզ համար ավելի հեշտ լինի։ Բայց այդ պարագայում, եթե մենք արդեն կարողանանք վերականգնել հիմքերը, մենք պետք է էսկիզային նախագիծ անենք եւ քաղաքաշինության բաժնի օգնությամբ այդ ամենը մարզպետարան ներկայացնենք, Շիրակի մարզպետի աշխատակազմ եւ նաեւ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն, ինչը մենք պատրաստական ենք անելու։ Կումայրի պատմամշակութային արգելոց թանգանի պահպանության տարածքում ավելի քան 1100 հուշարձան կա։ Ըստ Ինգա Ավագյանի, անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված է 23 քանդակ, այդ թվում Անի հազարամյա հուշարձանը։ Այս կոթողների վերականգնման կամ նորոգման ցանկացած աշխատանք պետք է խստիվ համաձայնեցվի լիազոր մարմինների, ԿԳՄՍ նախարարության եւ քաղաքապետանի քաղաքաշինության բաժնի հետ։ Սակայն ոլորտի ամենամեծ մարտահրավերը վանդալիզմն է։ Արձանները մաքրելուց օրեր անց դրանց վրա նորից գրաֆիտիներ են հայտնվում։ Որպես Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարանի տնօրեն կոչ եմ անում Գյումրու ազգաբնակչությանը չպղծել մեր արձանները, որոնք որ եթե ուշադիր նայեք Անին հազարամյայի վրա կան գրաֆիտիներ, անցած տարի կոմունալ բաժնի ջանքերով այդ ամենը մաքրվել, բերվել է նորմալ տեսքի։ Այսօրվա դրությամբ նորից այցելել ենք եւ տեսնում ենք, որ հուշարձանները կեղտոտված են, ուղղակի խնդրում ենք, կոչ ենք անում մեր երիտասարդությանը, մեր ազգաբնակչությանը հետևել եւ թույլ չտալ, որբիսի փոքր երեխաները կամ ջահելները, որոնք չեն հասկանում ինչ են անում, փչացնեն մեր հուշարձանները։ Քաղաքապետարանի նոր նախաձեռնություններից է արձանների գեղարվեստական լուսավորությունը։ Ժամանակակից LED լամպերը պետք է հուշարձաններին նոր շունչ տան գիշերային ժամերին, դարձնելով քաղաքն ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար։ Արդեն իսկ լուսավորվել են կենտրոնական հուշարձանները։ Շատ լավ առիթ կլինի տուրիստներին ներգրավելու համար։ Այդ որ կողքից նայում ենք, ասում ենք ինձ սիրուն արձան է, ինչքան խնամված է, դրա տակ ամիսների, երբեմն տարիների աշխատանք կա, որը մեր հանրությունը չգիտե։ Սակայն ոչ բոլոր արձաններն են բախտավոր։ Սամվել Պետրոսյանի ավետաբեր արձանը հայտնվել է շենքի ստվերում։ Կողքին կառուցված վաճառատունը արձանին թողել են ընդամենը 1 մետր տարածություն։ Հեղինակը կատեգորիկ դեմ է տեղափոխմանը, իսկ քանդակը շարունակում է խեղդվել անշուք վիճակում։ Տարիներ առաջ կազմակերպվել է մասնագիտական քննարկում, որի արդյունքում քանդակագործը Սամվել Պետրոսյանը դեմ է եղել։ Այսինքն մենք առաջարկել ենք տեղափոխել Մայր Հայաստանի քանդակագործական ազգային մեր պարկ թանգարանը, որոշակի հատված ունի, որտեղ պետք է ժամանակի ընթացքում այդ հուշարձանները հավաքվեն եւ դա վերածվի էքսպոզիցիայի բաց երկնքի տակ։ Հեղինակային իրավունքը իրենն էր, հեղինակը ողջ է, ինքը կատեգորիկ դեմ եղավ, ասեց ինքը պետք է մնա այդտեղ, չնայած հանելը ճիշտ է տեղափոխել մեկ այլ տեղ, որովհետեւ քանդակը շնչի, դիդակետ լինի։ Նույնքան մտահոգիչ է ապակու գործարանի տարածքում գտնվող ինտերնացիոնալ արձանախմբի վիճակը, որի ֆիգուրներից մեկը վերջերս կոտրվել ու տապալվել է գետնին։ Ինքը եզակի է, խորհրդային շրջանում կար այսպես շիրպատրեփ, հա, այսպես ընդհանուր պատվերների շրջանակում կատարված քանդակներ։ Հիմա այդ ինտերնացիոնալից բազմաթիվ քանդակներ եղել են, բայց պահպանվել են ամենը երկուսը։ Մերը ապակու գործարանի առջևին եւ մեկը, որ գտնվում է Կարծեմ Գագարին քաղաքում։ Երևի այդ երկու արձանը արդեն որպես սոցռեալիզմի, հա, սովետական շրջանի քանդակներ անհրաժեշտ է պահպանել։ Տարիներ առաջ 21-22 թվականներին կազմվել է կնառաճարկ, հա, սմետա, որի շրջանակներում 3-ից 4 միլիոնի ծախս է ենթադրել քանդակի վերականգնումը։ Կարծում եմ, որ դա հրատապ խնդիրներից մեկն է բոլոր դեպքերում քանդակը կարծես թե դիմավորում է այդ կողմից Գյումրի մտնող տուրիստական հոսքը եւ պատշաճ տեսքի դիմավորել հյուրերին անշուշտ պետք է։ Անմխիթար վիճակում է հայտնվել նաև քանդակագործ Զավեն Կոշտոյանի վարպետները հուշարձանը, որը քաղաքի ծայրամասային Սավոյան փողոցում դիմավորում է անցորդներին իր կիսաքանդ պատվանդանով եւ ընդհանուր անխնամ տեսքով։ Մասնագետները խոստանում են առաջնահերթությունների շարքում դիտարկել նաև այս գործի փրկության հարցը, քննարկելով կամ տեղում դրա հիմնանորոգման կամ առավել տեսանելի վայր տեղափոխելու տարբերակները։ Գյումրու հուշարձանները քաղաքի դիմագիծն են եւ տուրիստական գրավչության առանցքը։ Քաղաքապետարանի 4-5 կոմունալ աշխատակիցներ շարունակում իրենց ամենօրյա պայքարը քամու, աղերի եւ մարդկային անտարբերության դեմ, վստահ ասելով, որ հուշարձանն էլ խնամքի կարիք ունի։ Մարդ իր շորերը, մեքենաները անդադ մաքրում խնամում է։
մաշվածություն գոյություն։ Մենք էլ ենք մաքրում խնամում, բայց տարիներ 70 տարի եւ ավել կանգնած հուշարձաններ ունենք, որոնք որ արդեն իրանք պատինայի կարիք ունեն, փայլեցման մասին է խոսքը, որը վերայից արդեն անցել է, գույնը փոխել է, կուզենանք, որ թարմացվի։ Այս տարի Գյումրու քաղաքապետարանը նախաձեռնել է լայնածավալ աշխատանքներ ուղղված քաղաքի մոռացված եւ քայքայված հուշարձանների վերականգնմանը։ Կարևորելով արձանների դերը քաղաքի պատմամշակութային դիմագծի եւ զբոսաշրջային զարգացման գործում, համայնքը նպատակ ունի նոր կյանք հաղորդել տարիների անտեսումից վնասված կոթողներին։